Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, նորից Ալան է ձեզ հետ Մոսկվայից, իմ սիրելի հետևորդներ, ես գրեթե մեկ ամիս առաջ, ամիս ու կես առաջ ձեզ հետ կիսվեցի, թե մենք ինչպես ենք դնելու պիտունյայի չերենոկները, որը որ ամանի մեջ էինք դրել և պարնիկվի էֆեկտ էինք ստեղծել, ասեմ ոչ բոլորն են կպել և կպածներն էլ հեսա ձեզ ցույց կտամ, թե ինչ տեսք ունեն։ Նայեք, սա իմ դրած չերենոկներն են, որը որ դրել էի հողի մեջ և ձեզ ցույց էի տվել, արդեն ծաղկում են, տեղափոխել եմ ծաղկամաների մեջ, նայեք ինչ գեղեցիկ տեսք ունեն, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մի նոր մեթոդ եմ ձեզ ցույց տալու, թե ինչպես դնել չերենոկ և ինչպես անել, որպեսզի շուտ արմատակալեն մեր չերենոկները։ Ճիշտ ասած, այդ ամանների մեջ չերենոկները դնելով շատ երկար սկսեցին աճել, շատ դժվարությամբ են աճում և գտել եմ շատ մի հատ հրաշք բան, ժողովուրդ։ Սրանք տորֆով արդեն պալեչկաներ են, որը որ պարարտանյութով հարուստ, չեք հավատում, սա 2 շաբաթվա չերենոկ է, վերբենան եմ դրել ամպելնի ու այսպես արդեն արմատակալել են, ժողովուրդ ջան։ Այս պալեչկաների մեջ ամեն տեսակի չերենոկ կարող եք աճացնել սիրունինես և պիտունյա ամեն ինչ մի խոսքով, դաժե նայեք կալիբրախոս է կպել սիրուն, ժողովուրդ ջան։ Եվ եկեք միասին հիմա փորձենք չերենոկ դնել այս պալեչկաների մեջ, ժողովուրդ։ Ես արդեն այս արմատակալած ծաղիկներս արդեն դնում եմ այս տեսակի պուճուր ծաղկամաների մեջ, որ իրանք ավելի մեծանան և կարողանանք վաճառել։ Գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Ճյուղերը արդեն կտրտել եմ, բերել եմ, եկեք սկսենք կալիբրախոյից։ Կտրելու ենք ծաղիկները, կտրելու ենք տերևները, ուրեմն այս տեսակի պալեչկաները, ժողովուրդ ջան, արդեն իրանց մեջ անցքեր ունեն իրանք, հեսա ձեզ ցույց կտամ։ Տերևներն էլ այսենց կտրում ենք, որպեսզի լավ նյութափոխանակություն կատարեն, այս տեսակ ենք թողում, և այս ներքևի հատվածը կտրում ենք 45 աստիճան թեքությամբ։ Սա պատրաստի պալեչկաներն են արդեն տորֆով, որը որ հարուստ է վիտամիններով արդեն, ոչ մի բանով մեզ պետք չի ջրել, մենք պետք է ուղղակի սովորական ջրով ջրենք։ Նայեք ինքը պալեչկայի մեջ թեթև անցք ունի, արդեն պատրաստի անցք է արած, ինչ ենք անում, ժողովուրդ ջան, այս մեր բանը, չերենոկը դնում ենք այստեղ։ Եվ ոնց ենք ընտրելու մեր չերենոկը ճիշտ, ամենաճիշտը, ժողովուրդ ջան, այս հողունը պետք է հաստություն ունենա, երբ որ մենք դնում ենք այս անցքի մեջ, չպետք է մեր չերենոկը խաղա, այսինքն պիտի ինքը համապատասխան լինի այս հողունի հաստությունը այս միջի անցքի հետ, այսինքն որ ինքը կարողանա ջուրը խմելով արմատակալել, ժողովուրդ ջան։ Ու դնում եմ այս տեսակի ամանների մեջ, նայեք, արդեն մի հատը դրել եմ, սա պիտունյան եմ դրել, ժողովուրդ արդեն։ Ինչ ենք անում, վերցնում ենք այս տեսակի աման, իմ մշտական պլաստիկովի ամաններն են, այս տեսակի կասետներ եմ կտրել, որը որ ներքևը անցքեր ունեն, և այդ անցքերի միջոցով մեր պալեչկաները ջուր են խմում։ Մշտական ջուր ենք պահում այս ամանի մեջ, նայեք, ինքը դաժե ջուր էլ կա, նոր արմատակալածները հանել եմ, տնկում եմ ծաղկամաների մեջ և նորից չերենոկ եմ դնում, ժողովուրդ ջան։ Այսպես, սիրելիներս, դուք էլ փորձեք, ձեզ մոտ էլ հաստատ կստացվի, այս տեսակի պալեչկաների մեջ կարող եք ամեն տեսակի չերենոկ աճացնել, դաժե գարտենզիաներն եմ փորձել, նայեք, գարտենզիաներն եմ փորձել և նրանք էլ հաստատ կպնելու են, նաև որոշել եմ ֆիկուս բենջամինից նույնպես աճացնեմ, ընթացքում ձեր հետ կկիսվեմ, թե ինչպես են արմատակալել, նայեք արդեն 10 օր է, թեթև քաշում եմ դուրս չի գալի, ուրեմն արմատակալել է, դա արդեն մի հատ մեծ պլյուս է իմ չերենոկների համար։ Այսքանը, սիրելիներս,
դուք էլ փորձեք, դուք էլ չերենոկներ դրեք, գնում եք մի հատ ծաղկաման, ամպելնի պիտունյա, կտրտում եք, զակաս եք տալի վալբերիսից այս պալեչկեքը ու այդ մի պիտունյայից կարող եք լիքը չերենոկներ դնել իմ սիրելի հետևորդներ։ Այսքանը սիրելիներս, մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել եւ մինչ նոր հանդիպում իմ սիրելի հետևորդներ։